Դառնանք։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցի հետ կապված, քանի որ ժամանակը չերիքից, ես չկարողացա լավ հիմնավորումներ տալ, ես պարոն վարչապետի հետ ծանոթացել եմ 2012 թվականից, երևի ես շատ բարձր եմ գնահատել իր շատ արժանինքներ, շատ գծեր, շատ կարևորել եմ իր անձը, եւ ես որոշում եմ կայացրել նաեւ իր համաձայնությունը, որ լինեմ այդ թիմում, բայց բոլորս էլ ունենք թերություններ, յուրաքանչյուրս ունենք թերություններ, եւ այդ թերությունները իրավիճակների համապատասխան զարգացման դեպքում մեկ զարգանում են, մեկ չեն զարգանում։ Նա պարոն վարչապետը ուներ թերություն։ Ինքը իրեն համարում էր բացառիկ։ Շատ դեպքերում դե մեկ էլ ամբիցիոզ մարդիկ են, ես դե սարսափելի բան չէի նկատում, որովհետեւ պարոն Արշակյան, դուք էլ դերետ միասին հնաբնակեցեք եւ դուք ավելի շուտվանից եք ճանաչում իրային մյուս արժանինքները գերակշռում էին եւ ես մտածում եմ որ ժամանակի ընթացքում մենք բոլորս մեր դիտողություններով են համոզելով խոսալով այնպես կարենք որ ամեն ինչ նորմալ լինի բայց ժամանակը գնաց առաջ եւ իր մոտ այդ ամեն ինչը սրվեց, խորացավ, իր բացառիկության զգացողությունը ես արդեն զգացել եմ մոտ 1 տարի առաջ արդեն ինքը գրեթե որևէ մեկին չէր լսում այս եվրո քվերել օրինակ ինքը որևէ մեկին չէր լսում եւ խաղաղության պայմանագրի հետ կապված ես տարբեր հարցեր եմ տվել մասնավորապես եւ անկլավների հետ կապված եւ փախստականների հետ կապված փախստականների վերադարձի հետ կապված ճիշտ է մի ստացել եմ բացասական պատասխան հիմա ես այն որ ասում եմ պատանեկան տարիքից ձեր հարցին պատասխան նաեւ մի հատ բան եմ հիշում թեթևակի բան որ ասում եմ եւ վերադարձնելով ձեր դիմանկարը ես ձեզանից սեր չեմ աղրսում հիմա ես պետքա դուք նախին գործընկերները պետք է ինձ համարեն իրենց համար ինչքանով չկամ դա ուրիշ հարց է իրենց համար շատ արմատական ընդդիմախոս եւ ես շատ ուրախ կլինեմ երջանիկ կլինեմ որ արդյունքում դառնամ քաղաքական բանկրոտ այսինքն իմ անհանգստությունները տեղին չլինեն այն որ ես ունեմ նորից եմ ասում փախստականների վերադարձի գծով մասնավորապես ես դառնամ քաղաքական բանկրոտ բայց շահեմ որպես քաղաքացի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դա իմ համար կլինի ամենալավը կամ իմ այս դիրքորոշման հետ կապված թող իմ նախին քաղաքական թիմը ավելի կուրանա ավելի ուժեղանա վարչապետը որոշ ճշգրտումներ մտնի իր աշխատանք ոչում SMS-ներով աշխատանքից չազատի ենթադրենք մարդկանց կուրանա թիմը եւ այդ հարցերը լուծի ինչ վերաբերում է ձեր մյուս հիմնական հարցին թե ես կուզեմ այդպես լինի թե չեմ ուզում ես իմ հարցազրույցներին բազմաթիվ անգամ ասել եմ որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից 1-2 հոգի են իրավաբան ընդամենը մի քանի հոգի են իրավաբան եւ հնարավոր չի որ իրանք կարողանան խորությամբ գնահատական տալ եւ որոշում կայացնել եւ հետեւաբար իրանք պետք է հնարավորություն տան դատախազին որպեսզի իրականացնի արդարադատություն բայց ես դեպք քվեարկեմ դեպքությամբ Շնորհակալություն այն առաջի հարցին ըստեյության չստացա պատասխան պարոն Աղազարյան որովհետեւ դուք 3 անգամ ցուցակում եք ընդգրկվել եւ հավատացնում եմ ձեզ որ եթե ցանկություն չլիներ որ դուք ցուցակում լինեք դուք չէիք լինի այսինքն այդ ժամանակ պարոն Արշակյան ես չընդուներ այդ ձեր արած հայտարարությունների եւ քայլերի համար որոնք դուք թվարկեցիք չէր լինի ուղղակի եւ որպես արձագանք ես ճիշտ եմ հասկանում որ դուք հիմա ասում եք որ դուք կարիքը չունեք այդ անձեռնմխելիության եւ մեզ հորդորում եք որ մենք այդ անձեռնմխելիությունից ձեզ զրկենք որպեսզի դուք գնաք եւ առերեսվեք այդ քննությանը դες ճիշտ եմ հասկանում խնդրում եմ այդ ուղիղ ասեք որովհետեւ ձեր պատասխանից ես դա հասկացա Դե հիմա պարոն Արշակյան, պարոն Փաշինյանի հետ կապված դեր հարցադրումը, որ այս ժամանակ եթե այդպես հրապարակից ոնց եմ հայտնվել ցուցակներում, դա բացատրում է նրանով, որ ես զրո չեմ եղել, ես ինձանից բան եմ ներկայացրել, եւ իմ ընկերներին սիրել են եւ հարգել են, եւ Փաշինյանը այդ ժամանակ հələ այդ Փաշինյանը չէր, որ միազնյա որոշումներ կայացնել, իհարկե ճնշում էր, բայց չէր կարող, եւ հետեւաբար ինչ-որ ձևով ինքն էլ ինձ ես կարծում եմ, որ ընդունում էր, հարգում էր, եւ հետեւաբար այդ պատճառներով նաեւ հայտնվել ցուցակներում, իհարկե ամեն անգամ ավելի հետ, բայց դե կապ չունի դա։ Հիմա ինչ վերաբերում է այդ անձեռնմխելիության հարցին, հիմա ես որևէ մեկից չեմ եղանավոր, բացարձակապես որևէ իմ գործընկերներից մեկից չեմ եղանավոր իրանք կողմ քվեարկեն, բայց ես շատ երջանիկ կլինեմ, եթե ամեն մեկը քվեարկի իրապես համոզմունքի համաձայն։
Թադևոս Ավետիսյան